Մի հատ եղբայր պատմեց մեր եղբայրներից մեկի մասին, գնում է Ռուսաստան աշխատի, որպեսզի վերադառնա գումար բերի ամուսնանա։ Ուրեմն ասում է այրոպորտում ահագին արդեն մեծ գումար աշխատած մեր երիտասարդ եղբայրներից է եղել։ Ասում է վերադարձած գումարով գալիս է։ Մեկ էլ ասում է այդտեղ որ կանգնում են արդեն պետք է պասպորտ կոնտրոլ լինի, այդտեղ հայտարարում են, դա եղել է Ռուսաստանում, ինձ պատմել են եղբայրները։ Ասում այդտեղ հայտարարում են, որ ով որ հավատացյալ է, այնտեղ ասում են, ով որ հավատացյալ է, մի կողմ թող քաշվի։ Այդ խեճ աղբերն էլ այդքան ամիսներ աշխատել է, փողը ջեբ եկել է, որ փսակվի, վերջը մտածում է, այս ինչ փորձանքի մեջ ընկա, մարդ որ հավատացյալ եմ։ Վերջը մտքով կռվելով հեշտ չգիտեք, այնտեղ ոնց որ քեզի սպասում են ու այրոպորտում քեզ հարցնելու են, ով է հավատացյալ։ Դե ստուգում են, մարդ չկա հավատացյալ, երևի եղել են հավատացյալ, չեն ասել, որ հավատացյալ եմ, այդ եղբայրը տենց մտքով կռվելով, գալի հասնում արդեն այդ պասպորտ կոնտրոլը, ասում ասենց հրաման կա, կաղո հավատացյալ ես, իրա մեջ ասում է, թո ինչ ուզում է թո լինի, փողերս էլ թո վերցեն, ինչ ուզում է թո լինի, թո տփեն, ջարդեն, ինչ ուզում է թո լինի, հա ասում է հավատացյալ եմ, ինչ այլ, մարդը որ իրա ներսում սենց նեղված է լինում, չէ, կարող է դիմացին քեզ մի հատ հանգիստ պատասխանա, բայց դու միանգամից վրա տաս, բայց այդ մարդը հանգիստ հարցնում է, վերջը, դի վերուշի, հա ասում է, ինչ այլ է, վերուշեմ, դա ասում է անցի կաբինետ, կաբինետում ինչ են անում, վերջը մտնում է այնտեղ, տեսնում է մի հատ պաշտոնավոր մարդ նստած է այդ կաբինետում, ասում է դու հավատացյալ ես երիտասարդ, այո ասում է, հավատացյալ եմ, Հիսուսի զավակն եմ, ասում է ինչ գործ ունես Ռուսաստաններում, ասում է գնացել եմ փող աշխատեմ, բերեմ ամուսնանամ։ Այդ մարդ ասում է Աստված թող օրհնի քեզ տղաս։ Ասում է ես ինքս էլ հավատացյալ եմ, եղբայր եմ ու մեծ գումարների տեր մարդ է լինում։ Ասում է անցած գիշեր ինձ տերը հայտնեց, կգնաս այրոպորտ, դե ծանոթություն ունի, կհարցնես, ով որ ասի ես հավատացյալ եմ, իրան $1000 նվեր կտաս։ Տղեն ուրախանում է, ասում է հավատացյալ եմ, վերջը, ասում է, այսի տիրոջ կողմից քեզ ես $1000 նվեր, վերջնում է ուրախ տենց տուն է գալի,